երբ որ մենք նայում ենք նրան, ինչ է կատարվում մեզ հետ։ 121 Սաղմոսի 1-2 խոսքերը Դավիթ ասում է. աչքերս դեպի սարերն են բարձրացնում, որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տերիցն է, որ արարեց։ Բարձրացնենք մեր աչքերը, որտեղ մեր աչքերի ուղղությունը նաև խոսում է մեր սրտի դիրքի մասին, խոսում է մեր սրտի վիճակի մասին։ Եթե անընդհատ նայես դեպի մռայլը, դեպի գորշը, սիրտդ էլ այդպիսին կլինի։ Եթե նայես դեպի երկնքի կապույտը, դեպի աստղերի լույսը, դեպի Աստծո գեղեցկությունը, երկնակամարը, քո սիրտը լցվում է շնորհակալությամբ։ Դու հասկանում ես, որքան փոքր ես, բայց որքան մեծ է նրա սերը քո հանդեպ, ամեն։ Որքան աննշմար մեկն ես դու, բայց որքան նշանավոր է Աստծո ուշադրությունը, որ անունդ գիտի, նստելդ ու վեր կենալդ գիտի, մազերիդ թիվն էլ գիտի։ Շուտ եղբայրը գլխով արեց։ Եբրայեցիներ 12:2-ն ասում է. նայենք, ում նայենք, մեր հավատքի զորագլուխին եւ կատարողին Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն վեր նայել նշանակում է նաև կենտրոնանալ Աստծո վրա, ոչ թե մեր վրա, փառաբանել Աստծուն, օրհնել Աստծուն, պաշտել Աստծուն։ Հովանու 12:32-ում գրված է, ասում է. եւ երբ ես բարձրացվեմ երկրի վրայից, երբ որ մարդու որդուն բարձրացնեն, ես ինչ կանեմ, բոլորին դեպի ինձ կքաշեմ։ Տեր Հիսուսը մեզ չի թողում վարը, նա մեզ վեր է բարձրացնում։ Ուրեմն մենք էլ ինչ պիտի անենք, մեր աչքերը վեր բարձրացնենք։ Երբ որ մեր աչքերը բարձրացնում ենք դեպի վեր, գիտեք ինչ է լինում, մեր ձեռքերն էլ բարձրանում են դեպի վեր։ Ես վերջերս ուսումնասիրում էի բժշկական առումով ինչ է տեղի ունենում պաշտամունքի ժամանակ մեզ հետ, եւ բժիշկներն ասում են անգամ ձեռքերը վեր բարձրացնելը, գիտեք ինչքան օգտակար բան է, ֆիզիկական գործողություն է, մեր արյան ճնշումը կարգավորվում է, սիրտը լցվում է արյունով, չէ, շրջանառվում է, ուրեմն դա հոգևոր գործողություն է, որ մեջ ֆիզիկական օգուտ էլ կա մեզ համար, մեր աչքերն էլ վարժեցնենք։ Երբ որ Պետրոսը ջրերի վրա էր, քանի անգամ որ իր աչքը Տեր Հիսուսի վրա էր, ջրերի վրայով քայլում էր, փոթորիկից չէր վախենում, բայց հենց հայացքը Հիսուսից կտրեց, փոթորիկին նայեց, ինչ եղավ, սուզվեց, խորտակվեց։ Քույրեր, եղբայրներ, աշխարհում լիքը բաներ են կատարվում, որոնք մեզ վախեցնում են, բայց դուրս գանք աշխարհի լրահոսից, մեր սիրտը լցնենք Աստծո բարի լուրով։ Բավական է միացնես հեռուստացույցը, նայեք ինչ սպանություններ են լինում Աբովյանի փողոցներում, Երևանի փողոցներում, ահաբեկչություններ, մարդիկ չարացած են իրար հանդեպ, ագրեսիա կա, եւ դու անդադ եթե լուրերի մեջ նստես ու լսես, հոգեկանդ կխանգարվի։ Քույրեր, եղբայրներ, բայց եթե Աստծո խոսքի առաջ նստենք ու լսենք ու կարդանք, մենք կպարարտանանք։ Ուրեմն պին, բռնիր Աստվածաշունչը, նայիր աչքերովդ Աստծո խոսքին եւ կարչիր Աստծո ողորմությանը եւ կապրես։ Համաձայն եք։ Եվ վերջինը։ Ուրեմն հետ ենք նայում, եք վարժություն ենք անում հիմա հոգևոր։ Հետ ենք նայում եւ մեր սիրտը լցվում է շնորհակալությամբ։ Մի հատ կարող ես հետ նայել, ով է նստած քո հետևը։ Իհարկե հետևի շարքը նստածները հետ մի նայեք դուք, պատ կտեսնեք։ Կարող ես հետ նայել ու երբ որ տեսնում ես ով է հետևդ նստած, արդյոք շնորհակալ ես նրա համար, որ քո հետևն է նստած։ Պարսիկները մի գեղեցիկ խոսք ունեն, սիրելի հայեր, սովորենք պարսիկներից։ Ասում է, երբ որ մեկը նստած է դահլիճում եւ մեջքով է նստած իր հետևինին, շուռ է գալիս, ասում է, կներեք պարոն, ես ձեզ մեջքով եմ նստած։ Հետո այդ պարոնն էլ նայում ասում է, ինչ եք ասում տիկին, ծաղիկը մեջք չունի։ Պարսիկները պոետներ են։ Դրա համար քո դիմացի նստածը թող չնեղվի, որ դու իրան մեջքով ես նստած։ Մարդիկ կան, որ մեջքով նստած են, բայց իրանց աչքերը ստեղ չի, ստեղ է։ Տեսնում են եւ զգում են իրանց թիկունքից ինչ է կատարվում։